Ողջույն բոլորին, այսօր Արմինեի հետ զրուցելու ենք հոգեսոմատիկայի մասին, ինչպիսի գիտություն է այն, ինչպես է արտահայտվում։ Արմինե, պատմիր մեզ հոգեսոմատիկայի մասին, ինչ է այն։ Լիլիթ, ողջույն, ես կարծում եմ դարձյալ շատ կարևոր եւ արդիական թեմա ենք ընտրել, քանի որ միգուցե ոչ մասնագետ, մարդիկ ենթադրում են, որ հոգեկանը եւ մարմինը իհարկե իրար հետ փոխկապակցված են, բայց ավելի մանրամասն թե մեր մարմնի որ մասը, որ հոգեկան գործընթացին է համապատասխանում, այս մասին տեղեկատվությունը այնքան շատ չէ, Իսկ դա կապ ունի, որևէ կապ ունի նրա հետ, որ ավելի քիչ է ուսումնասիրված, ավելի ապացուցահեն չէ, որպես այդպիսին։ Երկրորդը ավելի ապացուցահեն չէ, քանի որ բժշկության մեջ, եթե մենք ֆիզիոլոգիական որևէ կանգնանք ենք ունենում, կան հետազոտություններ, որոնք հաստատում են դա կամ թե ոչ։ Իսկ հոգեկան process-ների դեպքում դա կարծես շոշափելի չէ, Ճիշտ է, այստեղ մասնագետի պրոֆեսիոնալիզմը եւ այլն կա, բայց բոլոր դեպքերում դա տեսանելի չէ։ Եվ նաև կարծում եմ սրանով էլ շատ ավելի բարդանում է հոգեբանի աշխատանքը եւ նաև այն, որ պետք է այցելունել դա ընդունի եւ աշխատի այդ խնդրի հետ մի բանի հետ, որը նա չի տեսնում, չի շոշափում։ Ինչևէ, չհեռվանանք թեմայից, հոգեսոմատիկան դա գիտություն է մեր հոգեկանի եւ մարմնի մասին, երբ որ մեր հոգեկանը եւ մարմինը փոխ կապակցված են եւ աշխատում են միասին, եւ չկա ֆիզիկական առողջություն առանց հոգեկան առողջության եւ իհարկե ճիշտ հակառակը։ Եթե փորձենք ընդհանուր որոշակի կանոններ ասել, ինչպես կարող ենք հոգեսոմատիկան ավելի բաց ներկայացնել, ապա մարմնի տարբեր մասեր, ինչպես են արձագանքում մեր խնդիրներին, Ենթադրենք ունենք մտածողական խնդիր եւ ունենք շատ մտքեր, այդ մտքերի մեջ խճճվել ենք, չենք կարողանում մեր մտքերը իմի բերել կամ ինչ-որ որոշում կայացնել եւ այլն, այս հոգեբանական խնդրին առաջին արձագանքում է մեր գլուխը։ Կարող ենք ունենալ գլխացավեր, խնդրի տարբերակների մեջ, եթե շատ տատանվում ենք, ունենանք գլխապտույտ, Եթե գլխից իջնենք ներքև պարանոցը, ապահովում է մեր գլխի ճկունությունը, չէ, ապա եթե մենք կյանքում կորցնում ենք մեր ճկունությունը, օրինակ, չգիտեմ, ինչ որ հարցերում չեն կարողանում տեղավորվել ճկուն լուծումներ տալ եւ այլն, ապա պարանոցը եւս կարող է արձագանքել պարանոցային ցավերի տեսքով։ Մեր ողնաշարը, մեջքի ցավերը կարող են մեզ համար ազդակ լինել հենարան չունենալու, Երբ չունես ապահովության զգացողություն, չկա հենարան, կա շատ գերպատասխանատվություն եւ այդ պատասխանատվությունը կրում ես միայն դու, կիսում ես միայն դու, չկա մեկում հետ ու դա կարող ես կիսել, ապա մեջքում կարող ենք ունենալ ինչ որ թափառող ցավեր։ Ոտքերը կյանքում ինչ որ քայլ անելուն, Եթե դու կյանքում պետք է ինչ որ քայլ անես, բայց չես կարողանում անել, դրան համար կան օբյեկտիվ եւ ոչ օբյեկտիվ պատճառներ, կարող ենք ունենալ ոտքերի ցավեր։ Սա երևում շատ հետաքրքիր է, բայց ինձ այսպեսի հարց հետաքրքրեց, գալիս է այցելուն եւ նկարագրում է իր սոմատիկ մարմնական խնդիրների մասին եւ թվում է որևէ հոգեբանական խնդրի մասին չի խոսում։ Որն է մեր քայլերը, ինչ ենք անում որպես հոգեբան, որն է հոգեբանի դերը, ինչպես է տարբերակում, ֆիզիոլոգիական է խնդիրը, հոգեբանական է խնդիրը։ Եթե հաշվի ենք առնում, որ առաջնահերթ գանգատները լինում են միայն մարմնական, նույնիսկ եթե խնդիրը գալիս է այնպես, որ մարմնական խնդիրներ ունեմ եւ այդ մարմնականից է գալիս իմ հոգեբանական նաեւ վատ վիճակը, իհարկե հոգեբանի առաջին քայլը պետք է լինի ուղղորդել բժշկի մոտ, քանի որ մենք գործ ունենք մարդու առողջության հետ եւ առաջնահերթ պետք է բացառել խնդրի ֆիզիոլոգիական ծագումը, որից հետո եթե բոլոր հետազոտությունները հաստատում են, որ այստեղ չկա ֆիզիոլոգիական խնդիր եւ մարդը հոգեբանական իրավիճակից ելնելով է, արդեն անցնում ենք հոգեբանական աշխատանքի։ Այսինքն հստակ ուղղորդում եք բժիշկ մասնագետի մոտ, Եթե կան առաջնահերթ ֆիզիոլոգիական մարմնական ցավեր, ապա իհարկե առաջնահերթ պետք է հետազոտությունը անցնել բժիշկ մասնագետի մոտ։ Դա հերկվելուց հետո նոր գնալ հոգեբանի մոտ, չնայած նրան, որ կան հոգեբանական խնդիրներին բնորոշ շատ տիպիկ
մարմնական ցավեր, օրինակ մենք գիտենք, չէ, տագնապային խանգարումների դեպքում ամենահաճախ այսպես միշտ չնայած հենց հոգեբանի մոտ գալն էլ այցելուն ինքն էլ առաջնահերթ բժշկի մոտ է գնում եւ ինչ որ հետազոտական մեծ թղթերով է գալիս, սրտխփոցների խնդիր, ստամոքսի հատվածում խնդիր, հա, գլխապտույտներ, հավասարակշռության խնդիր եւ այլն, բայց բոլոր դեպքերում շատ ցանկալի, եթե դա բժշկի կողմից նախ առաջ հերկվում է եւ հետո նոր գալիս է հոգեբան մասնագետի աշխատանքը։ Եվ երևի այս գիտության զարգացմանը փաստը նաեւ այն է, որ այսօր շատ ավելի արդի եւ ակտուալ է դարձել բժիշկ հոգեբան համագործակցությունը միմյանց հետ արդյունավետ աշխատանք իրականացնելը։ Մի խոցելի թեմայի մասին հարցնեմ կապված դրա հետ, այս թեմայի հետ կապված։ Այսօր շատ է քննարկվում նաեւ օնկոհիվանդությունների եւ հոգեբանական խնդիրների կապը։ Ինչ ունենք այսպես հետազոտված եւ ապացուցված եւ որպես գիտելիք, որ կարող ես մեզ փոխանցել։ Լիլիթ ճիշտ է, երևի սա ամենանուրբ եւ տարածված խնդիրն է հոգեսոմատիկայի մեջ, ցավոք որևէ բոլոր դեպքերում ես տեղեկացված միգուցե չեմ, բայց լուրջ որևէ հետազոտական կամ ապացուցված փաստ չեմ կարող ասել, կարող եմ ասել մեր պրակտիկայից օրինակներ, երբ որ քաղցկեղը կարող է մարդու ունենալ որպես ինքնապատիժ, որպես մեկ ուրիշին պատժելու ձև, եղել են դեպքեր եւ շատ տարածված է, երբ հատկապես ծնողներից մոր մոտ կարող է երեխայի կորստից հետո զարգանալ կրծքագեղձի քաղցկեղը որպես կուրծքը մայրության սիմվոլ, հա։ Կարող ենք այսպես շատ խոսել, բայց որևէ այդպես հստակ ապացուցված փաստ դժվար է ասել, չնայած հավանաբար որպես կանոն նման քաղցկեղները ավելի բարորակ բնույթի են գտնվում եւ ես նաեւ իմ գործընկերների կողմից ունեմ օրինակներ, երբ հոգեբանական աշխատանքի միջոցով որոշ քաղցկեղներ նույնիսկ հաղթահարվել են։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ հոգեբանական ճիշտ աշխատանքի, հոգեթերապիայի արդյունքում կարող են ռեսուրսներ հավաքվել հոգեբանական եւ նպաստել ֆիզիկական առողջության բարելավման։ Իհարկե, միանշանակ, որովհետեւ եթե մարդը գտնվում է հոգեբանական ծանր վիճակում, այստեղ մենք չենք կարող ակնկալել, որ մարմինը պետք է գտնվի շատ լավ վիճակում։ Եվ որպես կանոն իրենք շատ իրար հետ փոխկապակցված վիճակում են, հա, գտնվում եւ առավել հոգեբանական վիճակը իհարկե կարող է ֆիզիկական, ֆիզիոլոգիական վիճակների համար լինել լավ արդյունք։ Կարող ենք այսպիսի նկատառում անել, որ հոգեսոմատիկ խնդիրների դեպքում մենք պետք է աշխատենք բժիշկների հետ զուգահեռ։ Այսինքն չենք կարող ասել, եթե հոգեսոմատիկա է, ուրեմն միայն հոգեբանն է աշխատում, կամ միայն բժիշկը։ Կարևոր են երկու մասնագետների դերը այստեղ արդյունավետ առողջացման համար։ Հա, որովհետև հատկապես բարդացած խնդիրների դեպքում պետք է ընդունել, որ այստեղ հոգեբանական, նույնիսկ եթե ինքը հոգեցին է խնդիրը, ոչ թե մարմնական, կարող է այդ հոգեցին խնդիրը այնքան ուժեղնել, որ արդեն իսկ մարմնի տվյալ օրգանը ինքը ինչ որ չափով վնասած լինի։ Եվ միայն հոգեբանական աշխատանքի արդյունքում իհարկե սա հնարավոր չի, բայց կարող ենք նաև հակառակը ասել, որ միայն ֆիզիոլոգիական աշխատանքի արդյունքում էլ կարող է խնդիրը չլուծվել, որովհետև շատ փոքր անդրադառնամ նաև այս թեմային, մենք պետք է հասկանանք մարդը, երբ որ ինչ որ խնդրի մեջ է, հա, ֆիզիոլոգիական կլինի թե հոգեբանական կլինի, ինչ շահ ունի, որովհետև երբեմն այդ իրավիճակը ենթադրում է նաև շահ, այսա շատ տարածված տիպիկ օրինակ է երեխաները, երբ իրենք չեն ուզում անկապարտեզ գնալ, դպրոց գնալ, չէ, տեսնում ենք, որ երեխան իսկապես ունի փորիկի հատվածում ցավեր, ունի ջերմության տատանումներ եւ սա հենց խոսում է դրա մասին, հա, երբ որ մարմինը օգնում է քեզ հասնել քո ինչ որ մի շահի։ Եվ իհարկե եթե այստեղ շահը չես վերացնում կամ դրա նկատմամբ վերաբերմունքը, խնդիրը կարող է այդպես էլ չլուծվել։ Բայց թույլ տուր պարզեցնենք այստեղ մեծ լսողների համար, որ շահը Արմինեն նկատի չունի գիտակցված եւ դիտմամբ ինչ որ բան անելու համար, այստեղ այո, անգիտակցական, ենթագիտակցական մեխանիզմներ են աշխատում եւ մարդը իսկապես զգում է այդ գանգատները, որի մասին բարձրաձայնում է։
Լիլի, չնայած վերջերս մի հոդված էի կարդում, որտեղ մի այսպիսի ուսումնասիրություն էր արված, երբ այն աշխատողներն էին ուսումնասիրության տիրույթում, ովքեր աշխատանքային process-ի մեջ են եղել իրենց արձակուրդի ժամանակ, հա, եւ երբ արձակուրդի ժամանակել են աշխատել, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անմիջապես արձակուրդը ավարտելուց հետո նրանք հիվանդացել են այն աստիճան, որ գտնվել են տանը խնամքում, հա, եւ սա կարծում եմ եւս փաստում է այն մասին, որ եթե դու քո մարմնին եւ հոգեկանին չտաս որոշակի ազատություն, օրինակ, հա, արձակուրդը նրա համար է, որ պետք է հանգստանալ եւ այլն, բայց միևնույն է մենք մեր ռեսուրսները գերագնահատելով այդ փուլում ենք աշխատում եւ այլն, դրանից հետո արդեն մարմինը արձագանքում է այդ կերպ։ Այսպիսով Արմինե ջան, եթե ամփոփենք, ինչ անել հոգեցին, ցավերի եւ հոգեսոմատիկ խնդիրների դեպքում արդեն որն է մեր առաջին 1 եւ 2 քայլը։ Առաջնահերթ հասկանալ, այ մենք մեր նախորդ զրույցների ընթացքում անդրադարձել ենք հույզերին, որ երբ որ մարդը իր հոգեբանական ապրումները, ստրեսները, հույզերը, տրավմաները հա ճիշտ ձևաչափով չի ապրում, հոգեկանը պետք է ինչ-որ ձևով դա ապրի, հա, եւ ինչպես ես եմ շատ հաճախ իմ այցելուներին ասում, ճիշտ կլինի գիտակցել եւ գիտակցաբար հարցին փորձել լուծում տալ, որովհետեւ երբ որ մենք դա թողնում ենք այսպես հոգեկանի հույսին, թե ինքը ինչպես կբեռնաթափվի, ցավոք դա հաստատ ամենալավ լուծումը չի լինելու, հա, եւ ստրեսից, երկարատև ստրեսի մեջ մնալը, երկարատև գոյատևել մի պայմաններում, որը որ քեզ դիսկոմֆորտ է պատճառում եւ այլն, իհարկե ինչ որ փուլում այստեղ կարող արդեն մարմինդ վնասվել, մարմինդ հիվանդանալ եւ առաջնահերթ դրա համար պետք է նախ հոգեկան առողջության ուշադրություն դարձնել։ Սրանից հետո եթե մենք տեսնում ենք, որ կա որևէ խնդիր, բացի բժշկական, հատկապես եթե բժշկական հետազոտություններն ու ստուգումները, բուժումները չեն օգնում մեզ, անպայման դիմել հոգեբան մասնագետի եւ նաեւ հոգեկան առողջությամբ զբաղվել։ Այսինքն հոգեթերապիան, հոգեբանի հետ աշխատանքը կարող են բարելավել եւ ապահովել մեր բարեկեցությունը։ Այսպիսով ավարտենք, շնորհակալություն զրույցի համար Արմինե ջան, շնորհակալ ենք մեզ լսելու համար, առողջ եղեք։